Բարի երեկո ձեզ, հայրենակիցներ, մենք շարունակում ենք մեր հայացք Երևանից հաղորդումը, մեզ կներեք, որ ուրեմն երեք խախտեցինք օրը, երևի թե նկատեցիք, որ երեք ես երկու հարցազրույց էի տվել Նոյան տապանում և երկրորդը այն հաղորդումը, որ դուք դիտեցիք ուրեմն Պետրոս Ղազարյանի հետ և մտածեցինք, որ երրորդ հաղորդումը կլինի խիստ ուրեմն ծանրաբեռնվածություն բերող մի բան։ Դրա համար որոշեցինք, որպեսզի նաև ժամանակը լավ օգտագործենք, հայացք Երևանից տեղափոխենք այսօր, և դա այդպես է։ Հիմա ճիշտ ասած բերեք այսպես պայմանավորվենք։ Հայացք Երևանից հաղորդաշարը դիտենք անգերց զրույց միմյանց հետ, իհարկե ես ձեզ չեմ տեսնում, դուք ինձ տեսնում եք, բայց մնացած պարագաներով, Facebook-ի ձեր գրառումներով կամ հանրության հետ իմ հանդիպումներով, փողոցներում ձեզ հետ հանդիպելով կամ ուրիշ միջավայրերում, ըստ էության ես զգում եմ այն պահանջները, որ դուք ներկայացնում եք այս օրերին քաղաքական կուսակցություններին, տվյալ բարակային քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությանը, որը ձեր կուսակցությունն է, վստահ եղեք, չի կարող հայկական քրիստոնեության արմատների վրա, մշակութային արմատների վրա վերընձուղվող կառույցը չլինել ձերը, դա բացառված է, ուրեմն ձեր կուսակցության, ուրեմն նկատառումները։ Ես հիմա դրա համար սա սովորաբար այս հաղորդումը ես մոտավորապես իմ գիտակցության մեջ դիտում եմ անգերց զրույց X դիտողի կամ ընթերցողի հետ, ինչպես գրքի պարագայում կասեինք։ Հիմա ինչ եմ ուզում ասել, այսօրվա վերնագիրը դուք տեսնում եք, և դուք եթե զգում եք վերնագրերից, մեր հաղորդումների, մենք ունենք տագնապ, ես մի տագնապ ունեմ, որն է, հանդարտ չվերականգնվի ազգային ժողովի այն կառուցվածքը, որը գոյություն ունի այսօր Հայաստանում։ Մի կողմից ՔԲ-ն իր մեծամասնությամբ վարչապետի կայուն ուրեմն հենարանով քաղաքական, մյուս կողմից ռուսական սեգմենտը։ Բերեք անուններն իրենց անունով կոչենք։ Այն մյուսը, որ ասում եք, այդ դաշինք-մաշինքները, դա ռուսական շահերի արտացոլման Հայաստանի գողապետական շրջանի քրեաօլիգարխիկ մի կառույց է։ Իրական իմաստով, եթե դուք նկատի ունենաք քաղաքականությունը կլասիկ, դա քաղաքական կառույց էլ չի, տեսնում եք նաև կառույցի անդամների խոսակցությունները, նյութական հարստությունները և բոլորը, երևի թե այդ խմբակցությունների բոլորի վրա քրեական գործ կա, և դա կողոպուտ է, հիմա պետական ունես, գիտեք ինչից է գալիս, այսպես ներողամտությունը, դա ունի հոգեբանական հենք, որն է դա, խորհրդային տարիներին պետական հիմնարկներից գողությունը հիշեք, ովքեր տարիք ունեն, ովքեր որ գրականություն շատ են կարծացել, մենակ պարտադիր չի, որ տարիք ունենան, ուրեմն հիմնարկից գողանալը գողություն չէր հաշվում, հակառակը, ով ասեք բուհերը վերցնենք, ինչպես է ամբյոնի վարիչը ընդունում էին, որ շատերը, որ բնականաբար պիտի կաշառակեր լինի, եթե չէ անվանում են հարիվ, այն ինժեները, որը հիմնարկում աշխատում էր և լավ արդյունքներ ուներ, շատ ասենք երբեմն տաղանդավոր էր, ինչ էին ասում էին հարիվ է, չի գողանում և այսպես, հիմա այդ խմբի մեջ դրանք եթե նայեք մի մասն են հին պաշտոնյաներ են, բանակային, ուրեմն սովետական և այլն, և դրանք իրենք էլ չեն էլ ամաչում, տեսնում եք չէ, նախակոչված, ուրեմն բարձր կոչման արժանացած երկու անձնավորություն դատարաններից քմծիծաղով են դուրս գալիս, ուրիշ երկրներում գետինը կմտնեին, գլուխներն էլ պատին կտային, գելնեին, մի մասն էլ բան կլներ, ինքնասպան կլներ, որովհետև ինչպես է հնարավոր բարձր պետական պաշտոն ունենալ և ուրեմն աստվածաշնչի վրա երթվել և հետո ուրեմն չգիտակցելով, սրանք նաև չեն գիտակցում, իրենց ոճիրի ահավորությունը և ուրեմն իրենց պահեին այդպես, ուրեմն սա պիտի հասկանա նաև, նայեցեք, որ եթե մենք վերցնում ենք աշխարհի բանակներում
շատ բանակներ, որտեղ պարտություններ են եղել, եւ իրականում լինում են։ Հիմա պարտություններ, ինչպես ասում են, մարդու համար, դժբախտաբար հայ ժողովրդի համար սեփական պետության պաշտպանության հարցում պարտությունները կարծես օրինաչափություն են։ Առաջին հանրապետությունը կործանվեց ապիկար հայ գեներալիտետի պատճառով եւ Շուշին Արցախը հանձնվեց ապիկար հայ գեներալների շնորհիվ, բայց դուք տեսեք ինչ եղավ, ոչ առաջին հանրապետության ժամանակ գեներալները ինքնասպան եղան, ոչ էլ մանավանդ այս շրջանում ինքնասպանության դեպքեր եղան, տեսեք կերած խմած, նա դեռ կռիվ են տալիս ուրիշին սխալ հանելով, ուրեմն շառ աչծախ բան անելով, սա նշանակում է, որ մեր գիտակցությունը պետականաշինության հարցում չափազանց թյուր է, մեր իրականությունից խեղաթյուրված հեռու է եւ նաեւ հակապետական է, որովհետեւ օրինակ ես իսկապես եմ ասում, չտեսանք մի գեներալ ինքնասպան լիներ, բացի դրանից Արցախից Ալիևի թրի տակավ փախած բյուրավոր գեներալներ այսօր փողոցներում այնպես են ման գալիս, կարծես թե Ալիևն է, իրենք են հաղթել Ալիևին եւ ուրեմն ոչ թե Ալիևի թրի տակով են սովալով անցել։ Այդպես է պիտի լինի կլանի մասին, իհարկե ժողովրդի հետ մենք գործ չունենք եւ այսպես է։ Այսինքն այս բոլորը մեզ պիտի ասի, որ այս ուր ենք հասել եւ ինչ ենք արել։ Հիմա բայց նայեցեք, եթե այդպես եղել է, դա չի նշանակում այդպես պիտի շարունակվի, դա սխալ մոտեցում կլներ, ահետալի մոտեցում եւ ասեմ հետեւյալ, ինչի համար եմ ես դա ասում։ Ես կարծում եմ, որ մենք անունն ասենք, չասենք, կարևոր չի։ Կարևորն այն է, որ հեղափոխությունը կիսատ պրատ է իրականացել եւ այդ հեղափոխությունը արմատական ռեֆորմների տեսակետից անպայման պիտի շարունակվի։ Սա նկատի ունեցեք։ Դա ինչ է նշանակում։ Մենք պետք է հասկանանք, որ ինչքան էլ դուք կարողանաք թուրքի, ռուսի, պարսիկի, այս ուրեմն պարագայով ադրբեջանցու Ալիևների դեզու գտնել, այդ բոլորը ճիշտ է, հնարավոր է, բայց դա գործի չնչին մասն է։ Եթե մենք չունենանք գերարդիական պետություն իր կառուցվածքով, զինված ուժեր, ժամանակակից մարտարվեստի տիրապետող եւ ուրեմն գեր ժամանակակից զենքով զինված, իմացեք, որ մենք ապակա չունենք եւ այդպես պետք չի, որ ուրեմն խումարի տակ ընկնել եւ ուրեմն մտածել, որ լավ է 30,000-ը պրծավ, վերջացավ։ Ես մի քաղաքական գործիչ եմ հիշում, ուրեմն, որ պատերազմի ավարտի օրերից մի օր թե երկրորդ ավարտ մեր համար ջախջախիչ պարտությունից է, դա պետք է ընդունենք։ Հիմա կա մենք չենք պարտվել, բա Պողոսն է պարտվել, ով է պարտվել։ Մենք չենք կողոպտել, բա ով է Զանզիբարն է, Զանզիբարցին է կողոպտել։ Այս դեմագոգիան ինչի համար է։ Հասկանում եք ոնց է, մենք պարտվել ենք եւ եզրակացություններ պետք է անենք։ Եւ եզրակացության մեջ հիշեցնեմ ինչ էի ուզում ասեի։ Մի հայտնի քաղաքական գործիչ կա եւ ինչ էր ասում։ Կարծեմ 11-ին էր, 12-ին են հմեկով հանրայինով խոսում եւ ասում է, դե ինչ եղավ, Արցախը մենք պարտվեցինք, բայց հո սրանից հետո Հայաստանը հանգիստ կլինի, որովհետեւ միջազգային իրավունքը մեր սահմանները պաշտպանում է, մոտավորապես այսպեսի մի բան։ Բայց երբ հետո պարզվեց, որ այդ հաղթողները քո սահմանները չեն ճանաչում։ Այդ հաղթողների մեջ ես առաջին նկատի ունեմ, առաջինը Ռուսաստանը։ Նա էր կազմակերպել, նա էր հովանավորում, մինչև Թուրքիա անցնելը, այդ հեքիաթներ հիմա են սարքում։ Ուրեմն Ռուսաստան եւ Ադրբեջանը քո սահմանը չեն ճանաչել։ Եվ այսպես մեծ ուրեմն օրենքից իրավունքից հիմա այսպես ուրեմն հասկանում եք ոնց է։ Հիմա այլևս տեսակ որ հիմա այլևս չկա։ Ինչն է հարցը։ Ես այդ օրերին ասել եմ, հիմա կրկնում եմ։ Հաղթողը վերցնում է այնքան, ինչքան կարողանում է։ Հասկանում եք։ Ինչքան կարողանում է, պարտավորին պարտադրում այնպիսի կյանք, ինչքան ուժը պատում է, և պարտավորը պիտի համակերպվի, եթե մտքի մեջ ինքը գնում է համակերպման ճանապարհով, բայց պետություններն ինչ են անում, պետությունները եթե իհարկե քաղաքական լավագույն էլիտա են ունենում, բանիմաց և հասկացող, և ոչ պոպուլիստ,
եւ ուրեմն սեփական պետության դեմ օտարի համար պատերազմող, ինչպիսի ռուսական սեգմենտն է, ռուսականացած հայությունը քաղաքական մտածողությամբ, հենց այդպիսին է հայկական ռևանշիզմը, նրա մտածողությունը հայկական չի, նրա բարոյականությունը հայկական չի, չնայած հայոց լեզվով են խոսում, հիմա ծամածռվելով կիսառուսերեն, որտեղ հայերեն չեն իմանում, բարձում է հայոց լեզվի դասերից էլ փախել են եվերել, մի խոսքով ինչ է ասելիքս, այսպես բարձում ես, որ ուրեմն լավեր սահմանն անցնում են և ասում են, որ միջազգային օրեր սահման չունես ճանաչված, մինչև այն հայտնի դեպքերը, երբ վարչապետը Պրագայում հայտարարեց և այլն։ Հիմա անցնենք առաջ, հասկանում եք ոնց է, ինչը ասելիքիս իմաստը, ուրեմն մենք պիտի ունենանք գերարդիական պետականություն, տեխնոլոգիանով, գերժամանակակից տեխնոլոգիաներով, փառք Աստծո, այստեղ էլ մի բան կա, առայժմ գոնե հույսը կա, որ հայ ժողովրդի զավակները ունակ են նորագույն տեխնոլոգիաներին տիրապետելու, բայց մենք դա տեսնում ենք, որ դա Հայաստանին կարծես չի վերաբերվում, այդ բոլորը կարծես թե Սփյուռքին է վերաբերվում և Հայաստանից դուրս ապրողներին, ինչու, որովհետև Հայաստանի քաղաքական, պետական, մեքենայի կառուցվածքը արդիական չի, ես ասեմ այսպես, ուրեմն պատկերացրեք, սա մի Զապարոժեց է մեր պետությունը, որը ժանգոտել է, փրփրթոցով է աշխատում, ովքեր որ Զապարոժեցը հիշում են կհիշեն, բայց բազմաթիվ հերթական իշխանություն լաքել է, Սվարկայի արել, այդ լեզվով ասած, տարել է, ուրեմն թարմացրել է, ինչ է արել, ավելի է լաքել, ու տակը մնացել է էլի Զապարոժեց, շատ թող դա լինի Ժիգուլի, բայց ավելին չի կարող լինել։ Իհարկե սա պատմական հանգամանքների արդյունք է։ Հիմա դատապետելու համար չեմ ասում, հիմա նստեք գլուխներս պատի տանք ինչ եղել է։ Ինչ եղել է մենք ենք արել, ես չեմ արել, բայց արել է օլիգարխիան, քրեական օլիգարխիան է արել։ Երկիրը վերածել է քրեական միջավայրի։ Այսօր էլ նկատում եք, չէ, ինչու սպանություններ չկան, ինչ կար Քոչարյան Ռոբերտի և Սերժ Սարգսյանի ժամանակ, որովհետև այդ սպանությունները երաշխավոր չունեն, առաջինչու էին խփում ու վերջացնում, որովհետև երաշխավորված էր առաջին դեմքից, իսկ հիմա առաջին դեմքը չի երաշխավորում, իսկ դուք գիտեք, որ օլիգարխիան ստոր է, վախկոտ և ոչնչություն, դա այդպես է, մի վախեցեք, դրա համար չեն գնում սպանությունների, բայց մնացեք գնում են քաղաքական ուրեմն քայքայման, պետության բարոյազեղման, իշխանության բարոյազեղման։ Հիմա շարունակենք պրոցեսների բացատրությունը։ Ինչ է մեզ պետք, որպեսզի իմ ասած ունենանք, մենք մեր հայրենիքի այս վերջին կտորում կարող ենք ապահով ապրել երաշխավորված և պետք չի որոնել արտաքին երաշխավոր, չկա, հիմա չկա, ինչ եք ասում, հասկանում եք ոնց է, այս խելագարության հասկան է, մեր երաշխավորները այն ժամանակ են անեացել, երբ մենք Կիլիկյան Հայաստանը հանձնեցինք օտարին, երբ պետությունը հանձնում ես օտարին, երաշխավորը դառնում է դահիճ, նստում է վզիտ, քշում և արյունը ծծում, ինչպես այսօր Ռուսաստանը փորձում է անել։ Հիմա, բայց մենք այս պայմաններում հեղափոխությունը փառք Աստծո մեզ տվել է որոշ պլատֆորմ, որոշ հնարավորություն և մենք պետք է կարողանանք ինչ անենք, չերկարացնենք, մենք գերարդիական պետություն պետք է սարքենք, նայեցեք, պետությունը գործիք է, պետությունը մեխանիզմ է, պետությունը մեքենա է, մենք պետք է լավագույն մեքենա սարքենք, մի դեպքում ասեցի Զապարոժեցն է, մի դեպքում ասենք գերմանական Մերսեդեսն է, հասկանում եք ոնց է, հիմա մենք պարտավոր ենք, ոչ միայն պետք է, մենք պարտավոր ենք Զապարոժեցը գլորենք ձորը և փոխարինենք Մերսեդեսով, բայց այդ Մերսեդեսը պայմաններ ունի, այդ Մերսեդեսի ղեկին չի կարող ռսաստրուկ կագբեշնիկը լինել խորհրդարանի անդամ, հասկանալ պետք է թե չէ սա, չի կարող օտար շահեր սպասարկող սողունը կողոպուտ պահելու, իրա չեկիստական հանձնագիրը պահելու և այնաման չի կարող տգրալ պետության բանը լինել, մեխանիզմի մասը։
Ինչպես սրանց ռադանել է պետք, եւ ես կոչ եմ անում, դա հնարավոր է այսօր։ Ռուսական սեգմենտի ոչ մի կուսակցության ձայն չպիտի տալ, եւ ոչ մի Սամվել, ոչ մի Ռոբերտ, ոչ մի Սերժ չպիտի տալ ձայն եւ վերջ։ Մի տարձույն ձայն, իրենք ինչ կան ու ասում են մեկ է կանցնեն, չեն անցնի, այդ իրենք են տարածում, իրենց այս թրքական բայրակթարներով, իրենք են տարածում, ձայն մի տվեք, հնարավոր չի, 40-50 հազար ձայներ իշկաներ բարեկամ ունենան, այդ կլանները հավաքեն, բացառված է, սա բացառում ենք, ես ես կոչ եմ անում, ձայն չտակ, սրանք խորհրդարանում դեղ չունեն, եթե թողեցիք խորհրդարան մտնեք, էլի Մոսկվայի հանձնարարություններն են կատարելու, էլի լրտեսություն են անելու, էլի ցանկացած նախաձեռնություն, որ Հայաստանի վերականգմանն է բերելու, սաբոտաժ են անելու, դրանք իսկական սաբոտաժիստներ են, ուզում նազեև անձնական շահ, որովհետև հասկանում եմ, որ եթե նոր խորհրդարան լինի, ով իմանա, գուցե եւ կքվեարկեն եւ այս բոլոր նախագահներին անձեռնմխելությունից կզրկեն։ Ինչ է պատահել, որ ինչու են անձեռնմխելի, մեկը կարող է բացատրել։ Ինչու են սրանք պետական պահպանության տակ։ Ինչու են սրանք պետության ունեցվածքի հաշվին ապրում։ Ինչու են այս մարդիկ իրենց արածը նկատի ունենալով հարց են տալիս։ Եվ ես սա ասել եմ նաեւ Սերժի ժամանակները, նոր չի։ Ինչ են պետական բյուջեի հաշվին ապրում։ Կարող եք մեկը բացատրել, այդ դղյակներ ինչու չի սեփականացվում։ Հանցագործությունների մեջ թաղված են, չեն կարողանում դատարաններից դուրս գալ, մեկից քաշ են տալիս, մեկը, հələ չեն էլ ուզում ունեցված կվերադարձնել։ Այդ իրենց ինչ է ստացվում, ըստ էության ստացվեց Ղարաբաղյան կլանի համար հետևյալ, այո, Զորի Բալայանը ճիշտ էր, եկեք գրավենք Երևանը, որ հետո գրավենք Բաքուն։ Եկան գրավեցին կլանի մասին, Արցախահայության մասին չի, կլանի ուրեմն գրավեցին Երևանը, ծախեցին Ղարաբաղը, Արցախ հայրենիքը, տեղանեցին ժողովրդին, ընկան ինչի Ալիևի քացու տակ։ Այսօր քանի որ այդ քացու տակ Ալիևի ոչինչ անել չեն կարող, հոխորտում են եւ կպել են Հայաստանի իշխանություններին, ովքեր ձևավորվել են ձեր կամքով եւ ձեր ցանկությամբ։ Հիմա որովհետեւ այս բոլորի վերջ տրվի, ուրեմն պետք է պետական ապարատ մեքենա փոխենք, Mercedes ստեղծենք։ Իսկ Mercedes-ը պահանջներ ունի։ Առաջինը, քանի որ մենք վարչապետություն ենք, մենք նախագահական հանրապետություն չենք, մենք կիսանախագահական հանրապետություն չենք, մենք մաքուր խորհրդարանական կամ պարլամենտական հանրապետություն ենք։ Եվ տեսեք, մեր նախագահ ունի այնպիսի ուրեմն սիմվոլիկ լիազորություններ, ինչպիսին ունի Անգլիայի թագուհին, ինչպիսին ունի Գերմանիայի նախագահը, ինչպիսին ունի Ավստրիայի նախագահը, Ավստրիայի նախագահը մի քիչ ավելի շատ լիազորություններ ունի։ Ուզում եմ ասել, մենք տիպիկ խորհրդարանական հանրապետություն ենք եւ մեր առաջին հանրապետությունը նորից եղել է խորհրդարանական հանրապետություն։ Հիմա դա պահանջում է մեզ գիտակցության մեջ բերում է մի օրինաչափության գիտակցություն։ Եթե երկիրը խորհրդարանականն է, մենք պետք է ունենանք խորհրդարան։ Այդ խորհրդարան ունենալուց հետո այդ խորհրդարանը պիտի պարլամենտի ֆունկցիաներ կատարի, այլապես խորհրդարան այդպիսի միշտ էլ եղել է։ Օրինակ 1960 թվականին Բրազիլիան ուներ խորհրդարան, մի ձևական բան, զինվորականներ քաց ու տակ քծած քշում էին, կուզեին բանի տեղ գտնեն, կուզեին չէին դնել, եւ աշխարհում դեպքերը շատ են։ Սա նշանակում է, որ մենք պիտի վերցնենք այն մոդելները, որոնք մեզ ձեռնդու են։ Որն է ձեռնդու։ Մեր խորհրդարանը պիտի ունենա խորհրդարանական կյանք, ինչի մասին ես ձեզ բազմաթիվ անգամներ ասել եմ, ինչին անդրադարձա նորից երեք իմ հանդիպումում, հարցազրույցում, ուրեմն առաջի հեռուստաընկերությունում։ Որն է դա։ Ուրեմն խորհրդարանը պիտի լինի բազմակարծիք եւ բազմակազմ։ Երկուսի լինելը վտանգավոր է։ Եթե ես զգուշացնում եմ 4 շաբաթ հետո հանդարտ չլինի, անեք նույն բանը եւ սկսվի նույնը։ Եթե ունեցաք, բազ է որ վարչապետը մեծամասնություն է ունենալու եւ
Հավանաբար ինք առանց պրոբլեմի գուցե եւ վարչապետ կընտրվի, բայց եթե այս մյուս սեգմենտը նորից վերակրկնեցիք ռուսական սեգմենտով, կյանքները գնալու է, այլևս վերջացավ, շարունակվելու է այն ինչ որ այսօր կա, հասկանում եք ոնց է, դրա համար ասեցի, պիտի բացառի ռուսական սեգմենտի ներկայությունը, մաֆիան չպիտի անցնի, ուրեմն Ղարաբաղյան կլանը չպիտի անցնի, բոլորդ էլ անուններ ու անուր գիտեք, կառույցներն էլ գիտեք, հիմա սրանք բացառում եք, բայց ինչ եք, խորհրդարանին պետք է առաջին հերթին ընդդիմություն, անպայման, չի կարող լինել խորհրդարան, հանրապետություն, ժողովրդավարություն եւ քաղաքացիական հասարակությունով պետություն, որը չունենա ընդդիմություն, ընդդիմությունը ռևանշիզմ չի, ռևանշիզմը չի կարող ընդդիմություն, ռևանշիզմը տարապում է եղած վիճակը հետ տանելուն եւ եղածներին պատժելու համար, զգուշացնում եմ, եթե դուք Սամվել, մանվելներին իշխանության բերիք քվեներով, Հիտլերի պարագան է լինելու, Վայմարյան հանրապետությունը, նկատի ունեցեք, որ ուրեմն Հիտլերը իշխանության եղել է դեմոկրատական պրոցեդուրայով, ընտրություններով, եթե գերմանական ժողովրդին ինչ փորձաններ բերեց ինքներդ նայեք, այստեղ բացատրելու բան չկա, ուրեմն Վայմարյան հանրապետությունը պիտի բացառել եւ հայ նացիստները չպետք է անցնեն խորհրդարան, այն ժամանակ էլ նրանց հովանավորեց Մոսկվան Հիտլերն անցկացրեց խարդախություններով, այսօր էլ սրանց թեւուտիկունքը Մոսկվան է, բայց Մոսկվան հյուսատ է, նայեցեք, ինչ իմաստով, ուրեմն գործը հասել է նրան, որ Պուտինը հայտարարում է բաներ, որոնք անթույլատրելի են եւ օտար պետության ուրեմն ներքին գործերի միջամտելու փաստ են, իսկ ես ասեմ, որ այդ ձեր հոգեբանությունը եթե դնեք կողքի, Ռուսաստանը մեր համար օտարից օտար պետություն է, ձեր ինչն է, նույնիսկ սահման չունենք, Ռուսաստանը հայության ինչն է, մեկը կարող է բացատրել, այնպիսի մի ժողովուրդ է, ինչպես որն ասեմ, Սիրիան, մենք քիչ ենք պարսիկներ, հələ պարսիկների հետ մենք սահման ունենք, ռուսների հետ ինչ ունենք, կարող է ասենք, բացի ռուսախոսությունն ու այլասերվածությունը, որ ներդրեցին հայկական իրականություն, բայց հիմա Ռուսաստանի հարցը չի, մենք պետք է կողմնորոշվենք, թե չէ, եւ ահա ինչ է ասում ռեֆերենդումից է խոսում, մեկը, որը դեմոկրատիայի մասին պատկերացում չունի, որը առանց ամաչելու եղբայր հայ Ղարաբաղցիներին գալատավորի ենթարկեց Ադրբեջանի ձեռքով, այսօր խոսում է ռեֆերենդումից, հանրաքվեից, հասկանում եք, բայց այդ Ադրբեջանում ինչի չարեցիր հայերի համար ռեֆերենդում, որպեսզի գոնե խեղճերը մնային Ստեփանակերտում, քու երկրում ինչու չես անում ռեֆերենդում արա չեչենների համար, մյուսների համար ռեֆերենդում դեմոկրատական պրոցեդուրա է, տես հետը մի հատ փորձի ձեզ հետ ապրել ուզող կա, մի անընդհատ պախարակեք սրան նրան, ուրեմն տեսեք, ռեֆերենդումի մասին մոռացեք չի լինելու, եւ մենք ունենք այդ հնարավորություն, դրա համար ինչ է, կարգին պետություն է պետք, արժանապատիվ, ինչ են սրանք վարվել, որտեղ Հայաստանի իշխանությունները եւ ընդդիմությունը իրական արժանապատվորեն դիմակայում են ռուսական ճնշմանը, Այս մեկը փորերը փորացավ է առաջացնում, հասկանում եք, դուք դարավոր ուրեմն ենթական ռուսների մոտ կներեք լուծ է առաջացրել, չեն կարողանում հասկանալ, թե չէ պատահել, այդ ոնց է Մոսկվայից փռշտում են, այնտեղ չեն գանգնում ոտի, հասկացաք ոնց է, ուրեմն հարցը փակվում է, դրա համար ես կարծում եմ, որ պետք հիմա պայքարը Քրիստոնյա ժողովրդավարական բուսակցության գործադիր կոմիտեն վաղուց քննարկման արդյունքով եկել է եզրակացության։ Այստեղ ոչ թե վարչապետի համար պայքարն է, այդպիսի պայքար չկա, որտեղ մեկ է Նիկոլ Փաշինյանը հաղթելու է, ով ուզում է տրաքվի Մոսկվայում, Երևանում, ինչ ուզում է լինի, ու մենք տկետ չենք այդքան, հաղթելու է եւ դա ժողովրդի սիրո կամ վախի, որը կուզեք, մտահոգության եւ առնի արտացոլումն է։ Ինչ է ստացվում, ուրեմն մեր իրական պայքարը պարլամենտի եւ պարլամենտարիզմի համար է, պարլամենտարիզմի։ Մենք պետք է ունենանք ընդդիմություն, ընդ որում խորհրդարանում պիտի լինեն մի քանի կուսակցություններ, այդ հերիք է անտան, միավորվեն, որ ինչ անեն,
ուրիշ բան է, որ ընտրություններում հաղթեք, անցեք, խորհրդանում համագործակցեք, այսա է բանաձևը, եթե ընդդիմության հարց կան դիմադիր դիրքերից, եթե ուրեմն կոալիցիոն կառավարության հարց կլինի, կոալիցիոն կառավարություն եւ այլն, եւ դա երրորդ ուղին է։ Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը, որը ձևավորվել է հեղափոխության արդյունքով եւ հեղափոխության տեսնում է պետականաշեն դրոշը բաց չի թողում ինչքան էլ բան բացեն, տակետներն ու հայվանները կներեք։ Ուրեմն մենք պետականաշինության դրոշը բաց չենք թողելու եւ նույնիսկ իշխանություն ուզի չուզի մենք միշտ կոչ ենք անելու համագործակցության իշխանության մեջ, ոչ ռևանշիստների։ Եվ ռևանշիստների լրատվամիջոցներին էլ հարցազրույցի կարիք չունենք, ելք է զանգենք։ Հասկանում եք ոնց է։ Հիմա տեսեք ինչ է լինում։ Դա նշանակում է, որ ԿԺԿ-ի կոնցեպցիան աճ, ձախ, կենտրոն եւ այլն, այս կառուցվածքը պիտի առաջացվի։ Հիմա այդ կոալիցիաների մեջ աճում քանի կուսակցություն կարող է լինել, ենթադրյալ ուրեմն ընդդիմության մեջ քանի կուսակցություն բլոկ կարող են կազմել, կենտրոնում քանի կուսակցություններ կարող են համագործակցել, դա կպարզվի ընտրություններից հետո, քանիսը կանցնեն եւ քանիսը որոշակի ֆունկցիան կատարեն։ Հիմա օրինակը բերում եմ հետեւյալը, երեք բացատրել եմ, շարունակեմ։ Այս կենտրոնի բուֆերը ինչի նման է։ Պատկերացրեք գնացքի երկու վագոնները, իրական, բառացիորեն նույնն է։ Վագոնները դուք, եթե գիտեք, վագոնների միացման տեղերում փոքր ռետինե հարմարություններ կան, բուֆերները, երբ որ վագոնները ուրեմն արգելակում են կամ շարժվում են, դուք գիտեք, որ այդ մասերը շարժվում են։ Վագոնների արանքը, միացման տեղը, դրանք ռետինից են, ռեզինից։ Եթե երկաթից լինեն, վագոնները կփշրվեն այդ շարժման տակ։ Ուրեմն ռեզոնանս է պետք։ Այդ ռեզոնանսը պարտադիր է Հայաստանի խորհրդարան դնել որպես քաղաքական կազմակերպություն, որպես կառուցվածք։ Եթե հուպ եք տալու լցնեք միտեղ, Նիկոլ կանչեք ու լցնեք միտեղ, մյուսները Սամվել կանչեն ու լցնեն, լինելու է շատ ավելի վատ, քան այսօր է եղել։ Այնպես որ երաշխավորված չի, որ լավ է լինելու։ Հետևաբար այդ մեջտեղի հարցը պիտի փակվի։ Հետևաբար այդ կառուցվածքը բարտադիր պետք է լինի։ Աչեր, ծախեր պայմանական եւ կենտրոնի։ Այս բոլորը իհարկե ընտրություններից հետո, եթե խորհրդարան կանցնեն, հեղափոխության ժամանակ ծնված, հեղափոխությունով ծնված ուրեմն քաղաքական կազմակերպություններ, բացառելով ռուսական սեգմենտները, Սամո, Վանո, Մանո, այդ բոլորը պետք է ֆանդախ թրջեն օդի, վերջանագնա, Հայաստանը պետք է ինքը իր հարցերը լուծի։ Եվ եթե դուք ուզում եք տեսնեք հաջողակեք թե չէ, նայում եք Զատուլինի դեմքին։ Ինչքան թթված, այնքան հայության գործը հաջողակ։ Նայում եք Զյուգանովների մեռած դեմքերին, ինչքան կիսամեր, ուրեմն Հայաստանի գործը այնքան հաջողակ։ Եվ այսօր դուք դա տեսնում եք, գործը հասնում է ցարին, որ բան ու գործը թողած, ջախջախված բանակներով Ուկրաինայում մտածում է Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին, ռեֆերենդումների մասին։ Պատկերացնում եք Ռուսաստան եւ դեմոկրատիա, Ռուսաստան եւ Հայաստան, պատկերացնում եք։ Ուրեմն այդ բոլորը նայեցեք, տեսեք, բոլորը մեր շահերի մեջ է, մերն է։ Հետևաբար դա պետք է լինի։ Հիմա կա նաև վերջին հարցը ասել, որ պիտի լինի դա եւ պիտի էսպես անեք։ Ուրեմն այդ ձայները չպիտի կորչեն։ Մեր տիպի կուսակցներ խորհրդարան պիտի հասնեն, որովհետեւ կարողանան այս նպատակներն իրականացնել։ Եթե չէ, ուրեմն կրկնեմ, այդ չեմ ասելու, լինելու է նույն բանը, Սեյրան Օհանյանի փոխարեն մեկ ուրիշն է շիշը նետելու ԿՊ-ի ուղղությամբ։ Ում էլ կկպնի, 100% իմացեք։ Եվ սրանք Մոսկվայի հրամաններն են կատարելու։ Թրիպել չի լինելու, վերջին հաշվով, արևմտյան երաշխիքեր չի լինել, Ֆրանսիայի հետ ընկերություններ չի լինելու, եւ այսպես հազար մի բան լինելու է Ռուսաստան եւ վերջ։ Ես ձեզ մի բան ասեմ, որ ուրեմն իհարկե այս խոսքը
պատմական փաստերը պիտի հիշել։ Ուրեմն ժամանակին Ալեքսանդր II ժամանակ ցարերից նոր Նախիջևանի կամ Ռոստովի հայությունը Եկատերինայի կայսրուհու համար արձան է կառուցում։ Էս էլ հայկական զավեշտն է։ Շնորհակալություն մեծարում են այն կայսրուհուն, որը անիից քշեց վերեց հասցրեց Ռոստով։ Ես այս ծերի ժողովուրդ դժվարանում եմ հասկանամ։ Հասկանում եք ինչ կա, արձան են կառուցում նրան, ով Հայաստանից իրենց տեղահանել է։ Այդպես եղել է նաև Ախալքալակում, նայեցեք։ Մի անգամ տարիներ առաջ է տասնյակ, ինձ ասեցին, որ Կարապետ եպիսկոպոսի համար արձան է կառուցվել, գնանք տեսնենք։ Ասի, բայց ինչի համար է, ինչ արձան, բարձր հայկից, սա հայություն է, որպես հոտ տեղափոխել է, ուրեմն Ախալքալակի գավառ, այս ժամանակ ռուսական այդ գավառ Վրաստան չկար էր, հասկանում եք ոնց է, ըստ Նիկոլայ առաջինի կարգադրության հայկական գավառներ։ Ես զարմացել էի, ասում եմ լսեք, որ փախեք եկել եք հասկացանք, հայրենիքը թողել եք արձանը կառուցում ուրախանում եք, դա հասկանալի բան է, հիմա էլ երևի ուրեմն այսպես ասեմ, Սամվել որ մեկին ասեմ, ես Քոչարյան Ռոբերտի արձանը պետք է կառուցեք, որպես Ղարաբաղցիներին տեղահանող բերող Հայաստան։ Էս է, ուրեմն այսպես, հայրենիքը թողում են, արձան են կառուցում։ Մի խոսքով ինչ որ արձանը կառուցում են, հանդարտ չգիտեմ ինչ պարագայով հայտնվում է ցարը եւ նայում է, տեսնում է հայերենով երախտիկի խոսքեր։ Ասում ինչու է հայերեն գրած, ասում են թե հայերն են երախտավոր, ասում են ջնջեք, ասում են ինչու, չէ որ մարդիկ շնորհակալ են կայսրուն, ասում են ջնջեք, քանի որ Եկատերինան եւ Ռուսաստանը հավերժ են, հայ եւ հայոց լեզու չի լինելու, եւ վերջացավ, ես եք ուզում, ուրեմն սա իմացեք եւ շարժվեք առաջ, այս պայմանները, ուրեմն սրանք պետք է նկատի ունենալ, որովհետեւ այստեղ ուրիշ բան կա, ուրեմն մենք Եթե մենք պետության կառուցվածքը որոշում ենք, այնտեղ արդեն կա տնտեսական քաղաքականության հայեցակարգերի տարբերություն, կա մշակութային քաղաքականության տարբերություն, կա իրավական պետության կայացման պահանջ, անպայմանորեն, գումարած դրան, քաղաքացիական հասարակության ձևավորման պահանջ կա, որովհետեւ Հայաստանը չունենա մաֆիա, Ղարաբաղյան կլան կամ չգիտեմ, ինչ զահրումար կլան, հասկանում եք ոնց է, այդ պայմաններում պիտի լինի քաղաքացիական զարգացած հասարակություն, մշակույթ է պետք, այդ բոլորը հնարավոր է, եթե կունենաք պարլամենտ, եթե պարլամենտարիզմ կլինի, որտեղ հարցերը կքննարկվեն, հարցերի տակ քննարկումներ կծնեն պատասխաններ եւ Հայաստանի պետական նավը կշարժվի դեպի ապագա, եւ այդ ժամանակ մենք կունենանք լավագույն հնարավորություն Սպիրկի տարբեր գաղթօջախների, ոչ միայն սովորական երկխոսություն գնալ գալ եւ մուրալ օգնություն, այլ ուրիշ բան։ Մենք կկազմում քրժկան նախաձեռնել է եւ այսօր Facebook-յան իմեջում տեղադրված է բարոն Լևոն Թորոսի նամակը կարդացեք, հայերենով գրված է։ Մենք պայմանավորվել ենք եւ գտնում ենք, որ Սպիրկի հատկապես զարգացած գաղթօջախների գիտատեխնոլոգիական հայկական ընկերակցություններ, որոնք տվյալ երկրի քաղաքացիներ են, ասենք Ֆրանսիայի, Կալիֆոռնիայի եւ այլն, պիտի լոբիստական աշխատանքի շնորհիվ ներկա լինեն Հայաստանում։ Եվ մենք ստանձնել ենք, եթե լինենք Կալիֆոռնիայի հայկական ընկերակցության ինժեներներ, գյուտարարներ, խոշոր մտածողներ եւ այլն։ Սրանց լոբինգով մենք ենք զբաղվելու, մենք դա խոստացել ենք, հաստատ, օրենքով, կարգով, կանոնով, ինչպես աշխարհում ընդունված է։ Այնպես որ եթե մենք որոնենք, ամեն ինչը գտնվենք, եւ այսպես այսօր մի քաղաքացի մի տիկին ինձ հարցնում է, ո՞նց անենք սրանցից ազատվենք։ Ասում եմ, ձայն եք տալիս ԿՊ-ին, ՔԺԿ-ին եւ այլն։ Մեզ ձայն եք տալիս, վերջանում է, նայում է զարմացած։ Ասում եմ, ՔԺԿ-ին ձայն եք տալիս, գնում եք տուն եւ վերջացավ։
Դրանք այլևս չեն լինի։ Բարի գիշեր ձեզ։